Սիրելի բարեկամներ, ինչպես բոլորդ լավ տեղյակ եք, արդեն 80 տարի անցել այն բանձալի օրվանից, հաղթանակի օրվանից, եւ մենք բոլորս ավանդույթ է դարձել, գալիս ենք մեր վաճառական Վանցյանի այս հերոս ազնվորության մոտ հարգանքի տուրք մատուցելու եւ գլուխ խոնարհելու բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքը զոհեցին երկրորդ համաշխարհային պատերազմին, մասնակցեցին եւ հաղթանակով հետ վերադարձան։ Իհարկե մասնակցել են տարբեր ազգություններ, այդ թվում նաեւ հայերս, մեր վրաց եղբայրները, որոնք փառքով, պատվով անցել են այդ ճանապարհը։ Եվ մենք բոլորս պարտական ենք չմոռանալ այդ հիշողությունները, այսօր նրանց ընտանիքները, թոռները, ծոռները, որոնք կենթանի են, ցավոք սրտում ընդհանուր Վրաստանի մասշտաբով ընդամենը մնացել է հայրենական պատերազմի 50 մասնակից, մեր շրջանում ոչ մի մասնակից չի մնացել, այս նրա զավակները, նրանց թոռները։ Այդ մարդիկ կռվել են, պայքարել են իրենց վաղվա համար, իրենց երեխաների, ապագաների համար։ Նրանք սերմնացաններ են, որոնցից շատերը վերադարձան, որոնք էլ հերոսի մահով ընկան այդ ճանապարհին, թողնելով իրենց երիտասարդ ընտանիքներին, երեխաներին, բայց փառքով պսակեցին այդ հաղթական օրը։ Ցավալին այն է, որ այսօր պատերազմը միշտ էլ չարիք է եղել ցանկացած ժողովրդի համար, ցավալին այն է, որ այդ չարիքը նորից շարունակվում է։ Եվ մեր կամեցողությունն է, որ լինի համայն աշխարհին խաղաղություն, այսօր լավ տեղյակ եք, որ մեր Վրաստան պետությունը առհասարակ այս ծովի ալիքների վրա փոքրիկ պետությունները միշտ էլ դերսի ուժերի կողմից ճնշումներ են գործադրվում, որպեսզի այդ խաղաղությունը, բայց մենք ապրող մարդիկս մի բան լավ գիտակցում ենք, որ Աստծո կողմից ծնված մարդիկ առաջերտին պետք է խաղաղություն։ Եվ մեր այսօրվա իշխանությունները, պետությունն ամեն ինչ անում է, որ այս դժվարին պայմաններում պահպանի խաղաղությունը, որովհետև միայն խաղաղ պայմաններում կարելի ընտանիք կազմել, երեխաները շատանան, ինֆրաստրուկտուրան զարգանա եւ մեր աչքի առաջ այսօր տեսնում եք մեր շրջանում եւ ամբողջ Վրաստանի Հանրապետությունում ինչ մեծ ինֆրաստրուկտուրաներ, բարեկարգումներ է կատարվում մեր ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Մեկ անգամ եւս ուզում եմ հիշենք այդ բոլոր մարդկանց եւ շնորհավորենք այս մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ։ Թող Աստված պահապան լինի բոլորիս, առողջություն եւ հաջողություն յուրաքանչյուր ընտանիքին, մեր Վրաստան պետությանը, Հայաստան պետությանը եւ ամբողջ աշխարհին։